ենք կապի և տրանսպորտի նախարարությանը, քանի որ իր որոշումը ցեղասպանության 100-ամյակին առաջ դադարեցնել ժամանակավորապես իրենց ակցիաները և նույն փոխզիջման կոչով դիմում է նախարարությանը, թե իր զիջումների մասին է խոսքը մանրամասն ներկայացնել։ Ընտրեմ պարոն Վարդան, գուցե դուք սկսեք և խնդրում եմ ով ելույթ ունենա Ավտովարորդների պաշտպանության լիգը իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյան։ Ուրեմն նախ մենք եկեք անմիջապես կոչով դիմենք տրանսպորտի նախարարությանը, կառավարությանը, որովհետև մենք ավտոյի երթից հետո մարտի 15-ից հետո անմիջապես սկսեցին ստուգայցերը և տուգանքները։ Ես քանակին տեղյակ չեմ, տատանվում են 50-ից 150,000 դրամի տուգանքներ, տաքսուվարորդների նկատմամբ, բայց մարտի 20 օրը չեմ կարողանում հիշել, հրավիրված եմ եղել քաղաքային վարչություն, որտեղ Աշոտ Կարապետյանը հրավիրել նաև տաքսի սերվիսներին և ինձ որպես անհատների իրավունքների պաշտպանության միության նախագահ հայտարարեց, որ մի ամսյակը մոտենում է մեր 100-ամյակի կապակցությամբ, խնդրում եմ բոլորի կոչով դիմել նաև ձեր վարորդներին, որպեսզի չխայտառակվենք աշխարհով մեկ տաքսիների վարորդների պահվածքով, որակով սպասարկման և նաև խնդրում եմ առանց բողոքի ակցիաների։ Եկեք հաշտ ձևով այդ տարեդարձը մենք անցկացնենք։ Ես ուրեմն խնդրեցի նաև ոստիկանությանը, որ համատեղեն իրենց հայտարարությունը տրանսպորտի նախարարության հետ, որպեսզի դադարեցնեն 50,000 դրամի տուգանքները տաքսուվարորդների նկատմամբ, քանի որ ցանկացած 50,000 դրամի խախտում կամ տուգանք ծանուցելով ցանկացած հայ ընտանիք վեճի առարկա է դառնում, թե քո ընտանիքների անդամների հետ, թե հանկարծ դու մեքենան վարում ես, ասենք, այլ սեփականատիրոջ մեքենան, ունենում ես խնդիրներ և իսկապես մոտ 50-ից ավել տուգանքներ այսօր որ կան, ինձ մոտ ներկայացրել են մոտ 15 այդ քաղաքացիների, որոնք ես բողոքարկելու եմ բոլորներ դատարանում, քանի որ մեր պահանջները 15 կետից բաղկացած, որ մենք ուղղել ենք նախագահին, ոչ թե խնդրին լուծում ստացանք, այլ ես ուզում եմ ձեզ ասեմ, նաև ավելացավ նաև ևս մեկը, վերջերս ճանապարհային ոստիկանության կողմից համատեղ տրանսպորտի նախարարության հետ տեսչության տուգանքների տաքսուվարորդներ, այսինքն առջևից և հետևից գովազդ ունենալու համար։ Հիմա պատկերացրեք, մենք 15 կետից առաջարկ ենք տվել, փոխանակ իրենք մեզ գոնե մեկ կետը բավարարել են, տուգանում են, կողքից ոստիկանությունն է խնդրում, որպեսզի հանկարծ բողոքի ակցիաներ չլինեն։ Եվ ավելանում մեկը 30,000 դրամի չափով, ես ուզում եմ դա ցույց տամ, ճանապարհային ոստիկանը տուգանում է տաքսուվարորդին 30,000 դրամով և անվանում է այդ իրավախախտումը առջևի և հետևի մասում ռեկլամ կցրած վիճակում։ Այսինքն գրակետ է գրած։ Արևիայև տեսուչի ազգանունն էլ ասել, որ առարկայական։ Սա խնդիրը օրենքում, թե այս ինչ օրենք հա, ինչ օրենքի հիման վրա 100%-ով ես վստահ եմ մեր բոլոր տաքսուվարորդները ունեն, այսինքն որպեսզի ուղևորը նկատելի դառնաս ուղևորի համար, բոլորն իրենց դիմացի և հետևի, ասենք, մասում մեքենայի ունեն այդ գովազդները, որ դուք հասկանաք, սա տաքսի է։ Հիմա դրա համար որոշել են 30,000 դրամ տուգանք կիրառել, սա ծիծաղելի է, այսինքն ես ներկայացնելով ոստիկանության հորդորը, ևս մեկ անգամ նրանց եմ խնդրում, իրենք նույնպես դիմեն տրանսպորտի նախարարությանը, բացառեն այդ 50,000 դրամի տուգանքները, որովհետև մեր համար ոչ մի հարց չեն լուծել, քանի որ մենք 100,000 դրամի խնդիր ունենք լիցենզավորման համար, և բացառեն նաև ճանապարհային ոստիկանության կողմից այդ, չգիտեմ, սա աֆեկտի տակ օրենք է երևի ընդունվել, մեկ ինչ-որ ինչ հաճույքանալու համար, գերելա, եկեք նրանց դիմաց և հետևի
գովազների համար 30,000 դրամ տուգան կրենք։ Այսինքն տեսեք մեզ ոնց են խաբում։ Հրավիրում են դաշտ, 12,000 դրամը մենք վճարենք, հետո գնաց, ով աղեքին, ուր է նկարը, ուր են տարիֆները, այս գովազդը ինչ ես կծրել դիմացից հետևից, այսինքն սրա վերջաբանը, եթե մենք այսօր լուծումներ չստանանք, այն կերպերից, որ բաղկացած են եղել, հավատացեք հետագայում սա փակուղի ամատնելու ես վստահ եմ, որտեղ չեն գալի բանակցելու։ Եվ գոնե մենք վստահ ենք, որ մենք հայ տղամարդ ենք, մենք ընդունում ենք ոստիկանության կոչը եւ ընդունում ենք ասելով մեր անհատ վարորդներին, տղեկ ջան, ամոթ է, ճիշտ է, ես չեմ կարող վերահսկել 10,000-ից ավել անհատ վարորդների, քանի որ տրանսպորտի նախարարությունը դիմումներ ընդունում ցանկացած անձնավորությունից, ովքեր ասենք Ալեգրովայի համերգին կարող են պիվի շիշը մեքենայի վրա դնելու ինչ որ կլիենտ սպասարկել։ Դրանց ես ասել եմ ոստիկանություն, որ ինչ ենք մենք պահանջում տարածքներ, որտեղ մենք վերահսկելի դառնանք։ Իսկ նախարարությունը ասում է, ովքեր ուզում են եկեք լիցենզավորվեք։ Կամ հետագայում մենք միգուցե դիմում հայտարարություն կընդունենք ձեզ, թե դու հիվանդ ես, հոգեկան ես, նարկոման ես, թե ոչ։ Մտածեք ով է գրելու, որ ես նարկոման եմ։ Հետո այդ հիմարը լինելու։ Այսինքն, սա բացարձակ ոչ մի վերահսկողություն չկա, ես խնդրում եմ, որպեսզի մինչև մայիսի 1-ը, մենք մայիսի 1-ին էլ դուրս կգանք եւ նորից մենք անդրադառնանք մեր պահանջներին, 15 կետը դարձել է 16 եւ եւս 3 կետ էլ ես ավելացրել եմ, 19 կետից ես ձեզ կներկայացնեմ, մենք մայիսի 1-ին դուրս կգանք բոլոր աշխատավոր մեր քաղաքացիների հետ, ուրեմն երթի պահանջելով, որ մեր իրավունքները պաշտպանված լինեն։ Իսկ ինչուների չգնան, դուք նորից դադարեցնելու եք ձեր ակցիաները, հետո ոչ եք անում որոշակի զիջումների, հետո զիջումների չհամաձայնվի նախարարությունը, ապա այդ ինչ կան։ Ուրեմն բողոքի ակցիաները կշարունակվեն մայիսի 1-ից հետո, այո, հանուն մեր այդ քաղաքացիների տառապանքների միլիոններից մենք ուրեմն դադարեցնենք, մենք հայ տղամարդ ենք, թող հայ տղամարդներն էլ նույնպես մեր տեսուչները։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ցանկացած տեսակի եւ ճանապարհային ոստիկանության կողմից, եւ տեսչության կողմից այս տուգանքները հանգիստ սրտով գնանք մենք սկենք մեր տառապանքները։ Իսկ 50,000 դրամ տուգանքը ինչի համար է։ 50,000 որ դու չես լիցենզավորվել, բայց մարդիկ հայտարարել են, խնդրեմ 50,000 դրամ, 15-ից 1 հատ, սա ընդհանրապես սեփական տարածքում մեքենան կանգնած է եղել եւ հենց այնպես իջեն էլ շփվել։ Ասենք այդ անձնավորության հետ 50,000-ը տուն են ուղարկել, կա նաեւ անձնավորություն, որ մեծասակ տղամարդ է, Երևան City մոտ է Կոմիտասի կանգնարանում, հրավիրել են, ասել են, այստեղ ստորագրի Հայրիկ ջան, ասել են ինչի համար, ասել են, դες զգուշացում ասա, որ լիցենզավորվեք։ Այդ մարդը ստորագրել է, ու եկել է 50,000 դրամի տուգանք։ Ես բոլոր բողոքարկումները, դատավարությունները սկսելով պատճառաբանել եմ, որ մենք երթում խնդրում ենք 100,000 դրամի, մեր ծախսը նվազեցնել, դա մեզ պայման է, պետություն, դու ուզում ես 12,000 դրամը, խնդրում եմ մեզ նախնական բուրզնման ենթարկի, դիմացի ով ենք տարածքները տրամադրի, դուք մեր շախմատաձև և գծանշանները, տարիֆների ցուցանակը, հաշվիչները տրամադրեք մեզ, կլինի վարձակալությամբ, կլինի ինչ-որ ապառիկ տեսքով, ոչ մի հարց չի լուծվել, ոչ մի հարց, պարզապես կոչ եմ անում, դադարեցնենք մինչև մայիսի 1-ը և այս մեկ ամսվա ընթացքում նախարարությունը թող օգտագործի պահը, շփվի նույնպես մեր հետ, նաև մեզ միավորվել են տաքսի սերվիսները, դրանք նույնպես արդեն լուծարման եզրին են կանգնած, տաքսի սերվիսները վերջերս Նազենի մոտ, մարդկային գործունում նրանց փոխնախագահն են, նրանց հետ ես շփվում եմ, նրանք ուզում են անցկացնել հրավիրել ժողով տաքսի սերվիսների և նաև իրենց խնդիրները նրանք ունեն։ Հասկանում եք, ոլորտը 24 տարի է, բացարձակ վերահսկողություն չի ունեցել։ Եվ ինչ է նշանակում տրանսպորտի նախարարության հայտարարությունը, մենք 2 տարի ձեզ թույլ ենք տվել վարել, շատ կներեք, դուք 10,000-ից ավել դեղին համարանիշներով մեքենաներ
դուրս եք բերել ապօրինի դաշտ, բյուջեի վնաս եք տվել միլիարդավոր բերաններ, որի համար էլեկտրական աթոռին պիտի նստեք։ Ու նոր ասեք մենք ձեզ ասեք շնորհակալություն, որ դուք 2 տարի վարել եք։ Մենք 24 տարի է, հենց այնպես վարում ենք։ Բայց մենք ուրախանում ենք ու ուզում ենք պետությունը, որ մեզ կարգավորի այս դաշտը։ 2 տարի, հեսա, խնդրեմ, մեզ մարդն հավատացել է նախարարի հայտարարությանը, որ 2 տարի հենց այնպես վարեք, դեպին համառանշում այլ էր, մոտ 100,000 տուգանք է եկել վրել։ Հիմա ասմասա ով է համոծել։ Այսինքն այնքան բազմաթիվ խնդիրներ կան ամոթների, ես ուզում եմ նաև ընթերցեմ 16-րդ կետը, քանի որ այդ 30,000 դրամներ, ես ուզում եմ նաև ձեզ ընթերցեմ մի քանի 2-3 նաև կետեր, ուրեմն տրանսպորտի նախարարին եմ դիմում, ես այսօր բոյկոտի է ինքը ենթարկել բոլորիս և վարորդներին և ինձ ես շատ ուրախ եմ, որ այսքան հրատվական պայքերի մասնակցում եք, բայց ես զանգում եմ Պետրոսին, ասում եմ ուզում եմ գամ ուրվագից մի հատ խոսեմ, ասենք սենց հիմա գնալու եք 1 րոպեով շույս տա, ճիշտ է, ասում եմ մինչև Բեգլարյանը չասի չես գա, ես ուզում եմ Բեգլարյանին ուրեմն նախած զգուշացնեմ, որ ինքը փորձի լրատվական միջոցներին մեզ ուրեմն այնպես չանի, որ մենք պարզ չպայքարենք իրար հետ, թող ուրվագիցներ հրավիրի, երկիր մեծաներ, չգիտեմ, բոլորները մենք մի 40 րոպե խոսենք, բանավեճի ժամանակ էլ ուրեմն կեղծ վկայություններ են տալի, 15,000 դրամ եղել է բուժ զնումը, շուտ կներեք, 1000 դրամ, հիմա գնեմ ամեն բարեմար իրանց դատի, 1000 դրամ է եղել, օրենքը անկրագետ մասնագետների կողմից գրվել է, բուժ զնում տեղ զնումը հարգելի վարորդ, որտեղ ուզում ես արեք, և 7000 վարորդներ հավաքվել ենք իմ հասարակական կազմակերպության շուրջ, գնացել ենք Տեցիկրով, մի հատ գարաժ ենք մոտեցել, ասել ենք կարեք մեզ տեղ բուժ զնում տեղ զնում իրականացնենք, մենք ես կվճոնենք 1000 դրամ, 15,000 դրամի մասին մոռացեք, այդ 1000 դրամը ինքը ամեն ամիս 1,5 միլիոն դրամ վերցնում ենք, մենք նայում ենք իր աշխատողներն էլ նույնպես, օդի մեջ թող է վերցնում, ասենք ինգեր, ինչի չեք դուք մեզի զնություն կատարում, ասում եմ օրենքը տված է, ես էլ օգտվում եմ, մենք էլ սկսեցինք բողոքի ակցիաներ սկսել այդ կապակցությամբ, պետությանը դիմեցինք, որ դու իրականացրա բուժ զնումը, գոնե նախնական, տարին մի 2 անգամ, եկուսներ մեքենան կարգի իրավիրենք, մի անգամ, 2 անգամ տարեկան, և այդ բողոքը հասավ, ասենք, տրանսպորտի նախարարությանը, այսօր ես խնդրում եմ իրենց, և դու նորից պարոն նախագահին խնդրել եմ, որպեսզի և լրատվական մենք ազատություն ունենանք արտահայտվելու համար, և այսպիսի կեղծ արտահայտություններ, որ նախկինում եղել է 1000 դրամ, 15,000 են ասում, շատ կներեք պատասխան պիտի տա օրենք մշակողը, ոնց որ այսօր 10,000 դրամ արժե կեղծ գազի բալոնի ստուգման թուղթը, և վաղը իրանք հայտարարել են, հասարակական կազմակերպությունները կեղծ գումարներ են գանձել վարորդներից գազի բալոնի ստուգման տեղեկատվը վերցնելու համար։ Կներեք սա գազի բալոնի լաբորատորիան կամ տեղադրող տվողը ես դուք։ Այսինքն իրանք կեղտոտ օրենքներ են մշակում, գալի հեռուստատեսությամբ մեզ վարկապեկում են, փնովում են, հասկանում եք, դրա համար էլ մեզ պետք է մի 40 րոպե խոսել, այս ամենը պարզ ջրերես հանել և հորդորել պարոն ուրեմն նախարարին, թող փորձի, խնդրեմ, զանգեք Պետրոսին, ասեք, Տիգրանը քեզ որ զանգում է, դու ասում ես Բեգլարյանը կասի, նոր։ Լավ, պարոն Հովհաննիսյան, դուք եթե Այսքան բան, այսինքն կետերը շարունակվում են, մեկ էլ վերջի կետ ասեմ ձեզ, տարածքների համար, քանի որ պետությունը չունի, և ես այսօր մի բան էլ ասեմ ձեզ, 15-ից հետո ինձ ասեցին, քանի վարորդ կարող ես դուք ուղղել դեպի լիցենզավորմանը։ Ես ասել եմ շաբաթը 200 վարորդ։ Ու ես 600 դիմում եմ տվել իրենց, ունեմ 3 կետ եմ նախաձեռնել վարորդներին, տրանսպորտի նախարարությունը ունի մի այս սենյակի 4-րդ մասը սենյակ, որտեղ նստած են 3 հոգի, ուզում են 30,000 մարդ լիցենզավորել։ Ես որպես հասարակական կազմակերպություն, գաղտնի խոսքի տեր եղա, 600 դիմում ներկայացրեցի, ցույց տվեցի, որ մենք միասնական կարող ենք լիցենզավորել, ունենք 3 կետ քաղաքում, որտեղ ես տուգաչափողը,
Եվ գազի բալոնի մասնակետեր են հրավիրել, գոնե ասել են, դες եթե լաբորատորիա չեք անում, գոնե ձեր ինչ-որ մի գործիքով, այդ ստուգեք էլի, գոնե ձևական դա չլինի, հաստությունը այդ բալոնների։ Այդ ամեն ինչը ես նախաձեռնել եմ, ոչ մի շնորհակալություն տրանսպորտի նախարարությունից չկա։ Հակառակը տուգանել են, եւ հակառակը միայն խոսում են անցյալում կեղծիքներից եւ մոռանում են այսօրվա կեղծիքների մասին։ Հասկանու՞մ։ Անհատակցու վարորդների իրավունքների պաշտպանություն ԴԿ-ի փոխնախագահ Արսեն Տեր-Պետրոսյան։ Ուրեմն մեր հասարակական կազմակերպությունն էլ միանում է կոչին, մինչև մայիսի 1-ը հորդորով, կոչով տրանսպորտի նախարարությանը, որպեսզի դադարեցնեն իրենց կողմից այս 50,000-ական տուգանքները, որոնք գրվում են վարորդների վրա, ինչ այլոց քաղաքի տարբեր վայրերից լուրեր են հասնում, որ պետավտոտեհության մեքենայի մեջ երևի տրանսպորտի նախարարության տնտեսուչները, որոնք պտտվում են քաղաքի վայրերում ու նկարում են տաքսու մեքենաները, այսինքն նրանց համարները նա ծառայություն համարություն տաքսի ծառայության բնակավարում։ Այսինքն գալիս է այն բանը, որ ծազում, ինչպես պարոն նախարարն էր ասում, սկզբից գալու են ծանուցարկել, այսինքն այդ մեքենայի վրա, որ հուշական, որպեսզի հանեն լիցենզիաները, բայց ամեն դեպքում վարորդները ահաբեկված են, որովհետև սա գաղտնիություն է մեջ պարունակում եւ մարդիկ մտածելու տեղիք ունեն, ինչպես նաև մենք այս 15 կետը, բացի այդ նաև ինչ-որ նոր կետեր, որ Տիգրանը նշեց, ուրեմն նաև այդ հորդորով դիմում ենք, այս մի ամսվա մեջ, իրենք թող աշխատեն այս օրենքի անկատարության բացերի վրա եւ հաշվի առնեն մեր առաջարկությունները, մեր պահանջները, ուղղակի այլապես մենք մի կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու, մենք բացերի բաց տարբեր հանդիպումների ժամանակ եւ տրանսպորտի նախարարի ավագ խորհրդականի պարոն Մերկումյանի եւ Տերության պետի պարոն Մերկումյանի նման հանդիպումների ժամանակ հորդորել ենք եւ նրանք կամերաներից հեռու ընդունում են մեր ասածները եւ ասում են, որ ինչ-որ լուծումներ կտանք, բայց մենք գործնական դեռևս ոչ մի լուծում չենք տեսնում այս հարցերի շուրջ եւ նորից եմ կրկնում, մենք կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ տրանսպորտի նախարարության հետ միասին։ Ուրեմն մարդիկ այսօրվա վիճակով դուրս են եկել տաքսու վարորդների մասին խոսքը, իրենց օրվա հացի հարցը լուծեն, քանի որ գործազուրկ են մարդիկ, այսօրվա վիճակով լավ ենք մենք այս երկրում ենք ապրում եւ գիտենք սոցիալական վիճակը ինչքան լարված է այս երկրում եւ բացի որ ասենք կառավարությունը մարդկանց աշխատատեղերով չի ապահովում, մարդիկ փորձում են իրենց երեխաների օրվա հացը լուծել տաքսի վարելով։ Ուստի մենք նորից ենք կոչով դիմում մեր խնդրանքը, մեր պահանջը լավ ուշադրություն դարձնել մեր պահանջների, մեր խնդրանքների վրա, այս մի ամսվա մեջ ես պարոն Մերկումյանին էլ առաջարկել եմ նույնիսկ մեր հասարակական կազմակերպության աջակցությունը այս հարցերի շուրջ։ Այսինքն, թող մեր հետ նստեն, խորհրդակցեն, մեզանից հարցնեն, ինչ-որ հող զիջման տարբերակի գնանք, որպեսզի այս հարցերը լուծում ստանան։ Ու առայժմ ոչ մի արձագանք իրենց կողմից չեն ստացել։ Ուստի մեր հորդորն է, այս մի ամսվա մեջ նորից են կոչանում տրանսպորտի նախարարության զերծ մնան, արդեն մենք ունենք 54 անհատ տաքսու վարորդ, որոնք տուգանվել են 50,000-ական դրամով։ Դուք պատկերացնում եք դա ինչ ահռելի թիվ է եւ մարդիկ ուղղակի այսօրվա վիճակով, եթե հասարակ հաշվիչի հարց չեն կարողանում լուծել, այդ 50,000-ը ինչպես են լուծելու։ Այսինքն դիմել են պարոն Հովհաննիսյանին իր հասարակական ուրեմն կազմակերպության վարորդների պաշտպանության լիգայով բողոքարկելու են վարչական դատարան, թող գնա դատարան։ Թող գնա տարիներով մնա։
մարդիկ էլ կողքից մենք ուզում ենք այս հարցին լուծում տանք, ժողովուրդ, այնպես տպավորություն թող չլինի։ Մենք ասում ենք, չէ, մենք չենք ուզում հարկ տանք։ Մենք ուզում ենք հարկ լուծենք, բայց եկեք այդ ամեն ինչը բերեք արդարության, անցած անգամ Մխիթարը ասել էր 25-30 կիլոմետր շարակով Երևան քաղաքի շուրջ։ Ես ասում եմ նույնիսկ քիչ է, 60 կիլոմետր շարակով բերեք ընդհանուր դաշտի մեջ, ով վարում է այդ մեքենան Երևան քաղաքում, Երևան քաղաքի բնակիչի, ուրեմն հարկային դաշտ մտցնելու հետ կապված 12,000, ինչ-որ մերձավանի կամ չգիտեմ, չեմ ուզում անուններ տամ, մեր բուգական համայնքների վարորդը 5,000, արդարությունը որտեղ է։ Եթե մենք նույն պայմաններով Երևան քաղաքում վարում ենք տաքսու մեքենաները, թող բերեք բալանսավորեք, իջացրեք, սա կամ չգիտեմ, թողեք նույնը չգիտեմ, 12,000-ներ այսօրվա վիճակով, կներես Տիգրան ջան, խոսքը չմոռանալ։ Բացի լուրջ մոնիտորինգ իմիջայլոց, ես նորից իրանց հարցնում եմ արվելա Երևան քաղաքում, ինչքան տաքսիներից օգտվող բնակչություն կա, ինչքան է դրա քանակությունը եւ օրեկան ինչքան մեքենա է վարվում Երևան քաղաքում տաքսու ուրեմն զնակի տակ։ Թող այդ հարցերին լուծում տան, տեսնեն իրականում այս մարդիկ ուրիշ բաներ եմ առաջարկում։ Խնդրում եմ իրանց մեկ տաքսու մեքենաները մենք կտանք մի ամսով այդ օրենք գրողներին, թող իրենք, եթե մեքենա վարել գիտեն, թող դուրս գան, վատ բան չի, մենք չենք ամաչում մեր գործից, թող դուրս գան մեքենա վարել, տաքսի վարեն այս քաղաքում, տեսնենք օրեկան, իրենք վարելիքի գումարը կհանեն, մեքենայի ամորտիզացիայի հարցերը կհանեն, ընտանիքին ինչքան գումար կտանեն եւ ինչքան հարկային այդ 400 դրամ ասածը կդնեն մի կողմ։ Թող դուրս գան, անեն, ոչ թե 10-րդ հարկում նստել օրենք գրեն ու բերեն մատուցեն մեզ ասեն չէ, եթե դուք չարեցիք 50,000 դեզի դուք անելու եք։ Թող անեն, թող դուք անեն։ Կոդրաստ աշտակի առաջ է կանեն, չէ։ Ուրեմն ես գտնում եմ, որ ես ապօրինություն եմ կարգարկում համակարգությունների նկատմամբ, այս ուղղությունների ինչին ակարանում, նախ սկսենք նրանից, որ իրենք երոստատեսության ելույթ ունեցան, ասեցին, որ մարդին ինչը 20 են, մենք ուղղությունների բայց ուղղությունները եկել անգամ 16-ին, 14-ին, այդ օրերին ուղղություններ, և երկրորդը, ապօրինիա ինչի համար, որովհետև այսօր շատ վարորդներ գոյություն ունեն, որ դիմումը ներկայացրել են տրակտորի նախարարություն, որ լիցենզիա հանեն, ու այսօրվա դրությամբ իրանց ուղղանում են նորից, բայց այս մարդիկ լիցենզիա դիմումը ներկայացրել են, իրանց երեսից իրանք չեն հասցնում լիցենզավորեն վարորդներին։ Վարորդը պետք է ինչ է, դիմումը գրես տվեց, պետք է նստիկունը, ընտանիքի անդամներին ասի գիտեք ինչ, պետք է հաշ չուտեք, չսրվեք, ոչ մի գործողություն չանեք, մինչև լիցենզիա ստան, նոր ես աշխատեմ ձեզ գումարով ապահովեմ, սրտով ապահովեմ, այդպես բան չի լինի։ Եթե իրանք գործառույթները չեն կարող նորմալ կատարել, ուրեմն թող բարի ելնեն ապօրինի ուղղություններ չկիրառեն։ 3 հոգով 30,000 մարդ են լիցենզիա։ Այն քեզ բան, մենք էլ օգնում ենք իրանց։ Իրանք ասում են դուք ոչ մի բան չեք անում։ Իդեպ ջան 600 դրամ տվել, 50 լիցենզիա է տվել։ Էնել մենք ասել են տղեկը լիցենզավորեք ունեմ, էլի հաշիվ չէ։ Ասում են խնդրեմ։ Ինչ վարժությամբ է դեր, որ Մենք առաջարկություն անում ենք, իրանք չեն ընդունում մեր առաջարկությունները, որ ավելի խելացի, ավելի գործիմացած։ Մենք նման համակարգում աշխատում ենք, բաց դողումներն ու առավելությունները շատ ավելի լավ իրենք, կանցնեն իրանք սենյակում նստած ոչինչ տեղյակ չեն։ Ալբարձերներից ստաց մոնյակ ակտուվարով։ Եվ կոզալ թվին, որ մեր Հայաստանի կառավարությունը որոշեց անպայման մեքենաների նոր լիցենզավորված, դեղին համարանիշներով, հաշվիչներով, ամեն ինչով բոլոր բարոյական վարորդները մտան հարկային դառնաց։ Անհատ ձեռներեցի թղթերը հանեցին, դեղին համարանիշները, $3,000 մեքենաները մեր վրա $20,000 նավդեցին, իրանց բանկերով վարկավորին 24%-ով վարկ տվին, հենց այդ ավտոները ծախին պրծան, ասին հաշիվ չի։
Հիմի հաջորդ քայլը առանց իրանց անցած սխալների համար ներողություն խնդրելու մի հատ նոր մտնելորդ են ստեղծում, նորից դրամական պայմաններ ստեղծել, 50,000, 100,000 Երկու տարի առաջ Բեգլարյանը ասեց, որ ինչ անում եք արել 2015 թվից գրիվ դոշնի պետք է օրինական դաշտ մնա։ Այսինքն եղավ։ Ես էլ որպես այն մնացած բարոյական մասսայի նման մտնային հարկային դաշտով ամեն ինչ վաղտի դերին համար ուծելով լիցենզիա մյուս է։ Ասին ես 2 տարի անարխիա, անարխիա եթե անարխիա բոլորի համար անարխիա։ Հիմի այն ովքեր որ սկզբանե ոչ մի կոպեկ չեմ ուծել, իրաց ասածը բանի տեղ չեն դրել, ոչ մի նույն ձևի աշխատում է, նրանք տուգանք էլ չի գալիս։ Ինձ եկելով որ այս տարի չես ուծել 25,000, վերախորժակն ունեցա որ 25-ը 75 պետք է դառնա, պլյուս գործ տալիս են դահակը նրանցել են վերախորժակում է։ Վերևի մուծի, վերարտարությունը որն է։ Հələ մի հատ մեր այն մեզանից թալանած վերադարձել եք, եթե այն անցած օրենքներ ասում եք, հաշիվ չի սխալ անգրագետ որոշում է եղել։ Ուրեմն այդ անգրագետ որոշմանը մի հատ ներողություն խնդրեք։ Ես հələ կառավարության ոչ մի անդամի բերից այդ ներողություն բառը չեմ լսել։ Շնորհակալություն։ Դրանից հետո որպես բարոյական մարդիկ մեզ ձեր շնորհակալություն խնդրեք։ Տուգանքի չափնել, եթե տուգանքը ուրեմն պետք է գոնե մեկին ցույց տալ, որը որ ապօրինի քշողը դրանից շատ տուգանվել է։ Եթե ես օրինական տարեկան $500 եմ ուզել, դու մի հատ մեկին ցույց տա, որ ապօրինի քշելով $500 տուգանվել է։ Ու կառավարությունը վերադարձնի մեզանից խանանած է։ Եթե այդ իրանց գրած օրենքը ջնջում են, որ անգրագետն է, որ մի անգրագետն է այդ օրենքի համար պատասխանատվություն։ Հրապարակում ասում են գոռացեք շնորհակալություն, որ իրան բյուջեն թալանել են միլիարդ դրամներ։ Նույնն է, էլի ավելացնելու բան։ Վերջիսավինս նույնն է։ Դա իսկ այդ ուղղակների չափը ինչպես է որոշվում։ Իրաց ախորժակություն։ Աֆեկտ տա, ասում եմ, աֆեկտ տա։ Ինչու՞ ինչ դոզաներ են, աֆեկտը ուրադրող դեղ է կան։ Վերց փոք են դերել։ Իրաց գլոբալ Գործի վեր է շատ անցածական որ բարձրացրինք այդ ապարակենքման հետ կապված։ Մենք հարցում ենք իրաց որտեղից եք վերցնում այդ 2000, պատկերացրեք ինչքան տաքսի անհատ ձեռներեցներ կան, բազմապատկեք այդ տիպը 2400 եւ ուրա գնում այդ գումարը։ Եվ ինչի համար 2400 դրամ։ Ընդամենը 200 դրամից այդ կապարակենքման համար չարժի տա, ու այն տարին մի անգամ։ Եվ եթե մոդելում ես, մի տարի անցել է, նայմա կապարակենիքը տեղում է, ստուգում է, նորմալ աշխատում է, ինչ իմաստում է նորից գումար վերցնի, թող ստորագրի ամեն ինչ նորմալ է քեզ հաջողություն։ Դե վախենում եք կոռուպցիոն տեղ ստեղծել։ Չէ, նորմալ արեք, նորմալ գներ սահմանեք, ոչ մի կոռուպցիոն տեղ չէ։ Նա թող անցյալ համար ներողություն խնդրի։ Թուրքիան, որ Թուրքիան ասում են պետք է դատապարտենք, պահանջենք, ներողություն պիտի խնդրի։ Կյանքն էլ է դες, մենք անցյալի համար ներողություն խնդրենք։ Ձեր սխալների համար դուք չեք ասում դավաճանեք մեր հայները։ Իրանք իրաց շահ լավ են դիտել, իրաց գլոբալ խնդիրները դաշտը մտցնեն մենաշնորի տակ։ Մենք մենաշնորի հետ առնչություն ունեցել ենք, արմենքել է հեռախոսի քարտը, հեռախոսի քարտ է վաճառել։ Եթե օրենքը նորմալացնեն, մարդկանց նորմալ Այդ իրանց թալանի գումարները մենք պետք է ձեզնի չորնի Փաստորեն դե 15 կետերը գնալով ավելանում են։ Դե եթե 30,000-ական օգնականներ են գրում ռեկլամի համար, 15 կետա դարել, 23 Փոխնախարարի հանդիպում ունեցա։ Փոխնախարարի հանդիպում ունեցա։ Փոխնախարարը մեզի խոսք տվեց, որ մեր հարցը գլուծի, ուրեմն մեզի ֆինանսական աջակցություն ցույց կտա, որ մենք հնարավորություն ունենանք հաշվիչները ձեռք բերենք հաղորդի։ Այսինքն ապարի կարգով։ Ու այդ մեր հարցազրույցը տևին է մոտ 2-3 ժամ ու մի 20 օր առաջ։ Ու միջև հիմա ոչ մի ձևի լուրջ գործնական ոչ մի ձևի մենք լուրջ ունենք, թե ինչ է լինելու մեր հետ։ Փոխնախարարը մեզի խոսք տվեց, որ մինչև ապրիլի 25-ը ոչ մի ձևի տուգանք չի լինելու նորմալ խոսացող մարդկանց